2018 թվականից հետո բազմաթիվ փոքր և միջին թալանչներ շատ արագ դարձան հեղափոխականներ։ Նրանցից ոմանք անգամ պաշտոններ ստացան, որից հետո սկսեցին իրենց կերտող արարքները։ Ես չէի հայտնվի, եթե այդ արատավոր երևույթները չլինեին համատարած, ինչպես և խոստացել էի, սկսում ենք կոռուպցիայի բացահայտումները։ Ամենակոռումպացվածը թերևս Շիրակի մարզն է, բազմաթիվ բողոքներ ենք ստացել և կսկսենք հենց Շիրակից։ Եթե թալանչիները կարծում են, թե դիմակ փոխելով կկարողանա մեզանից թաքնվել, ապա չարաչար սխալվում են։ Ախուրյան համայնքում տեղ ունեցող բազում դեպքերը իրոք մտահոգիչ են։ Համայնքի ղեկավար Զավենը, ով Շիրակի նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանի և Սարուխանյան Կարենի ջանքերի շնորհիվ ընտրվեց համայնքապետ, այնպես է զարմացրել հանրապետականների թալանչիներին, որ նրանք սուրբ են թվում։ Հիմա կնկարագրեմ թալանի մեխանիզմը և եմ բոլոր ուժային կառույցները շատ հետևողական կլինեն և համապատասխան քայլերի կդիմեն։ Ինչպես են թալանում պետական բյուջեն, այսպես իհարկե տենդերներով։ Ինչ մեխանիզմներ և ինչ սխեմաներ են կիրառում կմանրամասնեմ, քիչ անց մինչ այդ կներկայացնեմ, թե հիմնականում ինչ ընկերություններ են հաղթում մրցույթները։ Հետաքրքիրը այն է, որ ֆինանսների նախարարության գնումների էլեկտրոնային կայքում պայմանագրերը չկա, որը ցույց է տալիս, որ այդտեղ մի բան այն չէ։ Սակայն մեր ձեռքում են հայտնվել փաստաթղթեր, որտեղ պարզ երևում է, թե ինչ հանցավոր մեխանիզմներով է տեղի ունենում ամեն բան։ Փաստորեն Ախուրյան համայնքի համայնքապետ Զավեն Մանուկյանը Աճեմյան շին ընկերության հետ պարբերաբար պայմանագրեր է կնքում մեկ փոսալցման, մեկ շների ամրացման համար։ Դե ինչ ունիվերսալ ընկերություն է Աճեմյան շինը, դա թողնում ենք հակակոռուպցիոն կոմիտեի երևեկայությանը։ Իսկ ես իմացա, որ այդ ընկերությունը ուղիղ փոխկապակցված է Ոմն Արտակ Ադամյանի հետ, ով մեղադրվում է կաշառք տալու համար, ինչպես նաև այժմ գտնվում է տնային կալանքում։ Արտակ Ադամյանը այն անձն է, որը օգնեց Զավենին, որպեսզի կարողանար դառնալ համայնքապետ։ Իդեպ մարզում բազմաթիվ կոռուպցիոն սկանդալներ կապվում են հենց այդ անձի հետ։ Այս ամենը ընդամենը մի փոքրիկ մասն է այն ամենի, ինչ իրականում կատարվում է Ախուրյանում։ Թալանը հասնում է աստղաբաշխական թվերի։ Եղել է օրենքի տարին համապատասխան։ Երբ հեղափոխություն էին կանում, չէին կանում Զավենների թալանի համար, այլ անում էինք, որ երկիրը շենանա, որ մեր պետությունը դառնա ինքնիշխան, իսկ զավենանման կերպարները ընդամենը փոքրիկ քշեր են, որոնք պետք է հեռացնել մեր արդար ճանապարհից։ Հիմա շատերը կփորձեն մեղադրել վարչապետին, թե տեսեք թալանում են, սակայն իրականում հենց սրանք Գերորդ Շարասյան հերթական ապազգային քաղաքականության արդյունքներն են, որոնց մասին շատ դեպքերում չի զեկուցվում վարչապետին։ Այսօր այսքանում Շիրակի մարզից դեռ չենք հեռանում, հաջորդ թողարկումը ևս նվիրված է Շիրակին, սակայն այլ համայնք, ապա կգնանք Արարատի մարզ, հետո Արմավիր։